Քրիստոս հարյավի մերելոց, ձեզ և մեզ, մեծ ավետիս։ Հովանես Առաքյալը իր առաջին նամակի երկրորդ գլուխը սկսում է այսպես. Որդյակներիմ, այս բանը գրում եմ ձեզ, որպեսզի չմեղանչեք, իսկ եթե մեկը մեղանչի, Աստծո առաջ բարեխոս ունենք Հիսուս Քրիստոսին, արդարին, և նա է քավությունը մեր մեղքերի, և ոչ միայն մեր մեղքերի, այլև ամբողջ աշխարհի։ Սիրելիներ, բարեխոս ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, երբ մեղք գործենք։ Կարևոր հանգամանք է սա, որովհետև մեղավոր մարդու մոտ հոգեբանորեն առանձնացման process է սկսվում։ Այսինքն, երբ մարդը մեղք է գործում եւ հասկանում է, որ ինքը մեղքի մեջ է, սկսում է մեկուսանալ, սկսում է տխրել, հոգեբանորեն ասած դեպրեսիայի ընկճախտի մեջ է հայտնվում։ Եվ այստեղ յուրաքանչյուր քրիստոնյա, ով մեղք է գործում, պետք է հիշի, որ Քրիստոս ունի իր կյանքում։ Անկախ այն հանգամանքից ինքը մեղավոր է թե մեղավոր չէ, Քրիստոս ներկա է իր կյանքում։ Եվ սա է Տիրոջ առավելությունը, նրա փրկության, ներկայության առավելությունը սա է մեր կյանքում։ Եթե ես մեղք եմ գործում, այդ պահին պիտի հիշեմ, որ Քրիստոս իմ կողքին է։ Անկամ ամենամեծ մեղսագործության մեջ, որտեղ ես պիտի զղջամ, պիտի փոշմանեմ, որ այդ ամեն ինչը արել եմ, եւ պիտի հասկանամ, որ այլևս ելք չկա, որտեղ ծանր մեղքի մեջ եմ, Քրիստոս իմ կողքին է։ Եվ սա ինձ ոչ միայն մխիթարում է, այլ նաև ճանապարհն է ցույց տալիս շուտ ազատվելու այդ մեղքից։ Հետևաբար, սիրելի մեղավոր քույրեր եւ եղբայրների, յուրաքանչյուր մեկս Տիրոջ ներկայություն ունենք մեր կյանքում։ Եվ ինչպես Առաքյալը պիտի ասեր, բարեխոս ունենք նրան Աստծո, Հայր Աստծո առաջ, որպեսզի պրծնենք այդ ծանրությունից, այդ մեղքից։ Ուրեմն դուք էլ այսօր անդրադարձեք, եթե ճանապարհ չեք գտնում ձեր մեղքերից ազատվելու, պատճառը այն է, որ դեռ չեք գիտակցել կամ չեք ուզում տեսնել, որ Քրիստոս ներկա է ձեր կյանքի մեջ։ Ձեզ թվում է, որ դուք մենակ եք մնացել, բայց այդպես չէ։ Քրիստոս ներկա է եւ ինքը կանգնած թակում է ձեր սրտի դուռը, որպեսզի բացեք եւ ինքը ներս գա։ Հետևաբար, բացեք ձեր դռները Տիրոջ առաջ։ Չկա այլ բժիշկ մեզ համար մեղքերից մեզ սրբելու եւ մաքրելու, եթե ոչ միայն մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Ընդունեք նրան, սրբվեք, մաքրվեք եւ կարողացեք խաղաղություն ձեռք բերել։ Քրիստոս հարյավի մերելոց, ձեզ եւ մեզ, մեծ ավետիս։